Նախ եւ առաջ բոլորս գիտենք, որ ասոցիացիան համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում պիտի լիներ դոնորների համաժողով եւ Եվրամիությունը պատրաստ էր Հայաստանին աջակցելու հետագա բարեփոխումների ասոցիացիան շրջանակներում դրամաշնորհների, հսկայական դրամաշնորհների ուրեմն տրամադրման միջոցով առաջիկա տարիների ընթացքում խոսքը մի քանի միլիարդ եվրոների մասին է, ընդ որում այդ գումարները պիտի ծախսվեին Հայաստանի համար այնպիսի կենսական ոլորտների արդիականացման վրա, ինչպիսիք են ասենք տրանսպորտային ենթակառուցվածքները, էթոնև շատ կարևոր հյուսիս-հարավ մայրուղին, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքները, թե խմելու, թե ոռոգման, թե ամբարտակների կառուցման։ Բացի այդ, ըստ որոշ հետազոտությունների ակնկալվում էր, որ ասոցիացիան համաձայնագրից հետո մի քանի տարի անց Հայաստանի հնա աճը լրացուցիչ կավելանա եւս 2-2.3 տոկոսային կետով, ինչպես նաև բավականաչափ ուրեմն առաջընթաց Հայաստանը կգրանցի արտահանման աճի առումով շուրջ 15% լրացուցիչ արտահանում, ընդ որում բնականաբար կդիվերսիֆիկացվեր նաև արտահանման մեր կառուցվածքը։ Բացի այդ, հասկանալի է, որ ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեին Հայաստանում, որովհետև Հայաստանը կարող էր իսկապես լինել կամուր շատ ներդրողների համար դուրս գալու եվրոպական 500 միլիոնանոց շուկա, ընդ որում աշխարհի ամենավճարունակ շուկան։ Այս ամենը մենք կորցրեցինք, քաղաքական իմաստով մենք կորցրեցինք եւ անվտանգության իմաստով նույնպես, որովհետեւ ըստ էության ասոցիացիան համաձայնագրի ստորագրումը անուղղակիորեն նաեւ անվտանգության երաշխիքներ էր տալիս Հայաստանին, նաեւ Ղարաբաղին։ Ինչ հետևանքներ ունեցավ մենք այս ընտրության հետ կապված։ Հետևանքները բոլորիս հայտնի են, քաջայտնի են, շատ ծանր տնտեսական, քաղաքական եւ անվտանգության ոլորտում հետևանքներ ունեցանք։ Ես կառանձնացնեի տնտեսական ոլորտի հետևանքները շատ ընդհանուր ամփոփ կերպով։ Նախ մեր հնան, չնայած մենք գիտենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պաշտոնապես դարձել ենք անցած տարի հունվարի 2-ից, 15 թվականի հունվարի 2-ից, եւ 15 թվականին չնայած վիճակագրական վարչության ծառայության տվյալներով մենք գրանցել ենք տնտեսական աճ 3%-ի, բայց դոլարային արտահայտությամբ նույնպես գիտենք, որ մենք ունեցել ենք տնտեսական անկում ավելի քան 9%։ Մենք անկում ենք արձանագրել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումը կրճատվել մեր գրեթե 4%-ով, գրեթե 26.5%-ով գրեթե ներմուծումը անցած տարի։ Մենք այն ակնկալիքը, հիմնական ակնկալիքը, որ սպասվում էր իբր Եվրասիական, այսպես ասած, կողմնորոշման պաշտպանողների կողմից իբր մաքսատուրքերն էլ կարձանագրեն զգալի աճ 250 միլիոն միջև դոլարի մենք մուտքեր կունենանք, ինչպես գիտեք, նույնիսկ դա չի իրականացել։ Մենք անցած տարի հավաքագրել ենք ընդամենը 61 միլիարդի մաքսատուրքեր։ Անցած տարվանից մինչև հիմա հուլիսն էլ ներառյալ մեր պետական պարտքը ավելացել է ավելի քան 700 միլիոն արտաքին պետական պարտքը 700 միլիոն դոլարով։ Հայաստանը ըստ էության անդամագրվելով կատարելով այս ընտրությունը կորցրել է իր սուվերենությունը, իսկ սուվերենությունը ոչ միայն քաղաքական, այսպես ասած, հասկացությունն է, սուվերենությունը շատ կարևոր է նաև նույն տնտեսական զարգացման համար։ Գաղութները չեն ստեղծվում նրա համար, որպեսզի զարգացում ապահովեն գաղութների համար, դրանք ստեղծվում են, պահվում են շահագործման համար։ Ընդ որում Հայաստանը մի երկրի գաղութ է, որը որ տեխնոլոգիական, տնտեսական առումով հետամնաց է, այսպիսի պայմաններում հնարավոր չէր ակնկալել որևէ օգուտ կամ զարգացում։ Այն փաստարկները, այն մարդիկ, որոնք որ պնդում են, թե Հայաստանը կարող է դուրս գալ եւ չընդգրկվել, այսինքն մաս չկազմել որևէ ինտեգրացիոն տարածքի, կարծում եմ առնվազն միջազգային հարաբերությունների առումով կա ոչ ճիշտ պատկերացումներ։ Հայաստանը դուրս գալով եւ չինտեգրվելով Եվրամիության, Հայաստանը մնում է Ռուսաստանի ազդեցության տակ եւ դա ըստ էության չի փոխում իրերի վիճակը։ Հայաստանի անկախությունը, պետականության զարգացումը կապված է միայն ատլանտյան կառույցներին ինտեգրվելու հետ։ Եթե մենք ընդունենք մի պահ, որ մեզ կթույլատրեն, մենք այլ ընտրություն կարող ենք կատարել, ստորագրել Եվրամիության հետ համաձայնագրեր, ստորագրել համապատասխան ազատ առևտրի համաձայնագիր Իրանի հետ եւ այլն, մենք կարող ենք առհամարելով, շրջանցելով այդ Եվրասիական տնտեսական միության հետ կնքված պայմանագրերը
իսկապես զարգանայինք, բայց խնդիրը քաղաքական բնույթի է, այսինքն մեզ պարզապես չեն թույլատրում այդպիսի ընտրություն անել, լավ հասկանալով, որ այս ընտրության դեպքում իրավական այսպիսի բազայի ստեղծում Եվրամիության հետ մեզ հնարավորություն կտա ավելի շուտ ինտեգրվել Եվրամիության, որտեղ նրա ինտեգրող ուժը ավելի մեծ է եւ այն ինչ որ կարող է մեզ տալ ավելի ռեալ իրական է, քան ԵՏՄ-ի հետ հարաբերությունները։